Բարի լույս, բարի կիրակի սիրելիներ։ Ինչ հետաքրքիր արարած է մարդը։ Միշտ փորձում է ինքն իրեն արդարացնել։ Իր մտածողության մեջ, հոգեբանության մեջ մի հատված կա, որտեղ դժվարությամբ է կարողանում ընդունել սեփական մեղքը, սխալը, եւ փորձում է արդարացնել ինքն իրեն, եւ այդ արդարացման ճանապարհին ցավոք սրտի մեղադրանքներ է ուղում այս կողմ եւ այն կողմ։ Երբեմն մարդը պատրաստ է անգամ ուրանալ իր սիրելիին հանուն իր արդարացման, որովհետև սիրո պակաս կա, որովհետև խոնարհության պակաս կա, գիտակցության պակաս էլ կա, սեփական անձը փրկելու ցանկություն կա, այնինչ Տերն ասում է, ով իր անձը փորձի փնտրել, կորցնելու է։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս այս տեսակ մարդկանց շտկման համար եւ առասարակ բոլորիս համար մի առակ է պատմում Ղուկասի ավետարանի 18-րդ գլխում, որը ձեզ բոլորիդ ծանոթ է, Փարիսեցու եւ Մաքսավորի առակն է այն։ Մի փոքրիկ հատված ընթերցեմ ձեզ։ Փարիսեցին կանգնած էր մեկուսի եւ ինքն իրեն այս աղոթքն էր ասում. Աստված իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները, եւ կամ ինչպես այս Մաքսավորը, այլ շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում եւ 10-րդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից։ Իսկ Մաքսավորը կանգնած էր մեկուսի եւ չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը եւ ասում. Աստված, ներիր ինձ մեղավորիս։ Ասում եմ ձեզ, սա իջավ իր տունը արդարացած եւ ոչ թե մյուսը, որովհետեւ ով բարձրացնում է իր անձը կխոնարհվի, եւ ով խոնարհեցնում է իր անձը կբարձրացվի։ Սիրելիներս, ինչպիսին է մեր դիրքորոշումը, ինչպիսին է մեր զգացումը սեփական անձի վերաբերյալ։ Փարիսեցին ասում է, որ ես նման չեմ ուրիշներին։ Ես 10-րդ եմ տալիս, ես չորեքշաբթի եւ ուրբաթ ծոմ եմ պահում։ Եվ ճիշտ էր ասում։ Նա այդ ամեն ինչը անում էր։ Բայց այստեղ խնդիրը ոչ թե այն էր, որ ինքը անում էր դա, այլ որ իր արարքը դարձրել էր իր թագը, դարձրել էր իր մասին գովաբանելու մի վիճակ։ Վստահաբար միայն այդ աղոթքի մեջ չէր այդպես ասում։ Մարդկանց հետ էլ նստել ելնելիս ասում էր. գիտեք, չորեքշաբթի ուրբաթը ծոմ պահում եք, չեք պահում, իսկ ես պահում եմ։ Գիտեք, 10-րդ տալիս եք, չեք տալիս, իսկ ես տալիս եմ։ Ինչպես որ այսօր ունենք այդ տեսակ հավատացյալներ, ովքեր դեռ նոր սկսած 1-2 օրենք պահելու այդ վիճակից ելնելով սկսում են հանդիմանել ու խրատել մյուսներին եւ միաժամանակ հպարտության մեղքի մեջ ընկնել։ Ահա այսպեսին էր Փարիսեցին։ Ուրեմն Աստծուն պետք չէ նա, ով պահում է, այլ պետք է նա, ով խոնարհաբար է այդ ամեն ինչը անում, հասկանալով, որ իր անձի փրկության համար է դա, եւ ոչ թե գլուխը գովելու կամ մարդկանց ինչ որ ձևով հանդիմանելու եւ իրեն ավելի բարձր դասելու համար։ Հիմա կանք Մաքսավորին։ Մաքսավորն ասում էր. Տեր, ներիր ինձ մեղավորիս։ Համեմատվելու տեղ չունեմ։ Ես ընկած եմ, բոլորից էլ ավելի ցածր։ Որևէ բան ասելու չունեմ, որովհետև իսկապես չեմ անում։ Բայց հիմա գիտակցում եմ, որ այդ ամեն ինչը չեմ արել, եւ դրա համար ներողություն եմ խնդրում քեզանից։ Ահա սիրելիներ, Տիրոջ այն խոսքի հաստատումը, թե ում շատ է սիրում, նրան շատ էլ ներում է։ Մաքսավորին, մեղավորին Տերը սիրեց այդ պահին, որովհետև ոչ թե Տիրոջ առաջ իր գլուխն էր կովում, ոչ էլ մարդկանց առաջ էր գլուխ կովացել, այլ ուղղակիորեն հասկանում էր, որ այլևս տեղ չունի ապրելու եւ ձև եւ հնար չունի ապրելու, որտեվ հոգեպես այլևս չկա, մահացել է եւ միայն Տիրոջ ներողամտությունն է ի վիճակի իրեն բարձրացնելու այդ ընկած կարգավիճակից։ Եվ դուք տեսեք Փարիսեցու ամբարտավանությունը, որ Տիրոջ առաջ էր ինքն իրեն կովում, այն մեկի առաջ, ով շատ լավ գիտի, թե որը ինչ է մտածում, ինչպես է ապրում, սրտի մեջ ինչ ունի, մտքի եւ հոգու մեջ ինչ ունի։ Իսկ Մաքսավորը այդ գիտակցում էր եւ այդ պարագային
նա դարձավ ավելի սիրելի, որովհետև գիտակցում էր եւ զղջում էր։ Ուրեմն սիրելիներս, այսօրվա այս կիրակի հոգևոր նախաճաշը այս մտորումների շուրջ է։ Արդյոք մենք այնքան չենք ամբարտավանացել, որ Տիրոջ առաջ կանգնում ենք եւ ասում ենք, որ սրա կամ նրա նման չենք, մենք ավելի լավն ենք։ Ինչ է թե ժամերկության ենք մասնակցում կամ պատարագի ենք մասնակցում, կամ չորեքշաբթի ուրբաթ ծոմ ենք պահում, կամ տասանորդ ենք տալիս։ Տիրոջ այդ ամեն ինչը պետք չէ, եթե չկա սիրտ, սուրբ եւ հոգի խոնար։ Իսկ Մաքսավորը ուներ դա։ Չեմ ասում, որ մենք էլ Մաքսավորի նման լինենք, մեղքերի մեջ թաղվենք։ Ասում եմ, որ նմանվենք Մաքսավորին խոնարհության մեջ եւ հասկանանք, որ ըստ Պողոս Առաքյալի այնինչ արել ենք, որովհետեւ պարտավոր էինք անել եւ հետեւաբար անպիտան ծառաներ ենք Տիրոջ համար մնում։ Եվ այս դեպքում է, որ Աստված մաքրում, սրբում եւ բարձրացնում է մեր անձերը, վերադարձնում է մեզ մեր կեցվածքին, առաջ նախնական կեցվածքին, որտեղ մարդ եւ Աստված փոխհարաբերությունը շատ ավելի լավ է։ Ուրեմն սիրելիներս, մաղթում եմ, որ այսօր մենք այդ խոնարհությունը ունենանք։ Ինչ ենք անում, ինչպես ենք անում, դա մեր անձերի փրկության համար է։ Տգար ենք, առավելագույնը չենք անում։ Անում ենք այն, ինչ որ այդ պահին կարող ենք, եւ դա գլուխ կովելու չի։ Եվ առավել եւս հանդիմանանքի արժանի եղբոր հետ համեմատվելը։ Նսեմացնելով եւ ստորացնելով եղբորը, ինչը թե սեփական անձը ավելի բարձր երևա։ Աստված հո գիտի մենք ինչպեսին ենք։ Հետևաբար լավ է, որ այս պարագային Մաքսավորի նման լինենք։ Բարի եւ խաղաղ կիրակի ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։